Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրել է 2025 թվականի բյուջեի կատարողականը։ Նիստեր են գումարել մշտական հանձնաժողովները, առանցքում տնտեսական, սոցիալական, դատաիրավական եւ մի շարք ոլորտների օրենսդրությունը բարելավող նախագծեր էին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով, նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակում։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար, նշելով, որ Հայաստանը եւս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի։ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը խորհրդարանում էր։ Հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվեցին արդյունքային ցուցանիշները։ Խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին մասշտաբային քննարկումն է։ Ազգային ժողովում է ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժի առաջնորդն ու մեր երկրի վարչապետը։ Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում հաղթելու համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է գործող կառավարության կատարած աշխատանքները։ Պետական բյուջեի կատարողականը որպես փաստաթուղթ հնարավորություն է տալիս գնահատել ոչ միայն կառավարության ֆինանսական քաղաքականության արդյունքները, այլև տնտեսական ակտիվության, եկամուտների եւ պետական ծախսերի արդյունավետությունը։ Վարչապետն ընդգծեց, որ 2025-ին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով, իսկ 2017-ից 1 տրիլիոն 648,8 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է այսպիսով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն ավելացել է շուրջ 135%-ով։ Վարչապետի դիտարկմամբ էականորեն աճել են պետական բյուջեի ծախսերը, եւս ցուցանիշը նախորդ տարի եղել է 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017-ի համեմատ 120%-ով աճել է։ Աճել են կապիտալ ծախսերը, սա ուղղություն է, որով պետությունն իրականացնում է առանցքային ծրագրեր։ Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը ներառյալ սուբվենցիաների մասը 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, ավելացել է 3,5 անգամ։ Կառավարությունն առաջնորդվել է ռեֆորմների տրամաբանությամբ ու հետևողական աշխատանքի արդյունքում է, որ 2026-ին ներդրվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, ընդգծեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ դա քայլ առ քայլ իրականացված 8-ամյա հետևողական բարեփոխումների արդյունք է։ Խնդիրը միայն համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելը չէ, խնդիրը նաև այդ համակարգի բնականon աշխատանքը ապահովելն է, ու քանի որ նաև ընտրությունների քարոզարշավի ընթացքում կային շահարկումներ, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը չեղարկվելու է, եւ կառավարությունը դա արել է նախընտրական նպատակներով, ուզում եմ հստակ արձանագրեմ, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է, եւ 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում։ Այս պահի դերությամբ վարչապետը կարևոր ձեռքբերում է համարում այն, որ մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ տարիքի թոշակառուները առողջության ապահովագրության համակարգից օգտվում են պետական բյուջեի միջոցներով։ Անդրադառնալով 2025-ի ձեռքբերումներին Նիկոլ Փաշինյանը մատնանշեց կենսաթոշակների ավելացումը։ Չնայած այնտեղ է ունեցել 2026 թվականի ապրիլի 1-ից, բայց կարևոր է արձանագրել, որ այդ որոշումը մենք կայացրել ենք 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշները
տեսնելուց հետո մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը այսօր ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, իհարկե նկատի ունենալով նաև անկախիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որը շատ կարևոր գործոն է։ Վարչապետի խոսքով 2025-ի կատարողականի կարևոր արդյունքներից է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որը 2026-ին եւս ունեցավ շարունակական բնույթ։ Այս պահին արդեն շինարարական process-ի մեջ է 374 դպրոց, այսինքն մենք պլանավորում ենք 300 դպրոց ավարտել 2026 թվականին եւ միանգամից կսկսենք հաջորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրը եւ նաեւ ուզում եմ ասել, որ այս ծրագրի հատկացումները արդեն գերազանցում են $1 միլիարդ։ Առանցքային աշխատանքներ են իրականացվել ճանապարհաշինության ոլորտում 2025-ին լուծվել է 500 կիլոմետր ճանապարհի խնդիրը։ Շահագործվում է արդեն հյուսիս-հարավ Մայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածը։ 2025-ին որպես կարևոր ձեռքբերում Նիկոլ Փաշինյանն առանձնացնում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունը։ Մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը եւ հռչակագիր ընդունելով, որը որպես վկա ստորագրեց նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է։ Մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք, բայց կարեւոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաեւ ավարտին հասնել TRIP նախագծի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որը արդեն ստորագրված է եւ մենք առջևում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի։ Վարչապետը նշեց, որ Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելուն ուղղված աշխատանքներ են իրականացվում։ Այս պահին հայտարարված է նաև Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման աշխատանքների մրցույթ, որն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։ Վերադառնալով Վաշինգտոնյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ նախագահ Թրամփի հետ ստորագրվել է մի քանի մտադրությունների հուշագիր։ Դրանցից մեկը վերաբերվում էր բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին համագործակցությանը։ Երևանի պետական համալսարանում ստեղծված է արհեստական բանականության կենտրոն, կառավարությունը $10 միլիոն է հատկացրել եւ սուպեր համակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար։ Երկրորդը Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը եւ այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը, ինչը տեխնոլոգիական լրջագույն անցում է Հայաստանի Հանրապետության համար։ Վարչապետի կարծիքով TRIP նախագծի արհեստական բանականության գործընթացների շրջանակներում հնարավոր կլինի ապահովել տարեկան առնվազն 6% տնտեսական աճ։ Ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք այդ թվում սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք։ Խոսելով կառավարության 5 տարիների աշխատանքների վերաբերյալ վարչապետն ընդգծեց, որ նախորդող շրջանում ավելի քան $3.4 միլիարդ տարբեր ծրագրերով աջակցություններ են ցուցաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սկսած հիպոթեկային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով եւ այլն եւ այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021-ից 26 թվականը տարեկան միջինում արձանագրվել է 7.9% տնտեսական աճ, բարեփոխումների քաղաքականության ճանապարհին սկզբունքային է եղել բանակաշինությունը։ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակը այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր բանակ։ Ընդ որում ես ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը օտար երկրը, այլև Հայաստանի Հանրապետությունում իրական ռազմարտունաբերության համալիրի ձևավորումը, որովհետև 2022 թվականից
Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարտունաբերության ոլորտում։ Հայաստանն այսօր ռազմաարդյունաբերության ոլորտում ասելիք ունեցող երկիր է, միջազգային շուկայի ուղղությամբ տեղի են ունեցել առաջին արտահանումները, կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի եւ ծավալուն թվեր են Հայաստանի եւ ընդհանրապես ոլորտի համար, փաստում է կառավարության ղեկավարը։ Բանակում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքում վարչապետը նշում է Պաշտպան հայրենիաց ծրագիրն ու մանրամասնում էությունը։ 18 տարեկան զորակոչիկները որոշակի պատրաստությունից հետո դառնում են պայմանագրային զինծառայողներ եւ իրենց ատեստավորման, կամավոր ատեստավորման տոկոսներին համապատասխան ստանում են աշխատավարձ, վարձատրություն բավականին բարձր, նաեւ պաշտպան հայրենիացի ծառայողները հնգամյա ժամկետի ավարտից հետո նաեւ ստանում են պատվովճար 5 միլիոն դրամ, իհարկե նաեւ հնարավորություն ստանալով շարունակել ծառայությունը։ Իսկ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները նաև բնակարանի գնման սերտիֆիկատներ կստանան հաշվարկված Երևանի գներով։ Շրջանավարտները բանակում ծառայություն ստանալու պահից նաև բնակարանի գնման սերտիֆիկատ կստանան հաշվարկված Երևան քաղաքի գներով։ Այսինքն իրենք կընտրեն, ուզում են Երևան քաղաքում գնեն, թե որևէ մարզում գնեն, եւ սա նույնպես կարծում եմ էական սոցիալական գործոն է։ Կառավարությունն իրականացնում է բազմոլորտ քաղաքականություն, այս համատեքստում վարչապետն անդրադարձավ արտաքին քաղաքականությանն ու նշեց, որ սկսվել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը։ Անդրադառնալով սոցիալական երաշխիքների ուղղություններին Նիկոլ Փաշինյանը նշեց. Ատեստավորված ուսուցիչները առաջիկա հնգամյակում հնարավորություն կունենան երկրորդ ատեստավորումը անցնել եւ եթե առաջինի դեպքում նրանց դրույքաչափը 100,000 դրամից կրկնապատկվում էր 200,000 դրամ գումարած 200,000 դրամի նկատմամբ ատեստավորման տոկոսը հաջորդ փուլում արդեն մենք կունենանք 300,000 դրամ դրույքաչափ եւ ատեստավորման տոկոսը տարածվող 300,000 դրամի վրա։ Պետությունը պետական գանձարանից զգալի միջոցներ է հատկացրել նպաստների համակարգին։ Հաջողությամբ ընթանում է նաև սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամ արժողությամբ տների շինարարության ծրագիրը։ Առաջիկայում իհարկե մեզ սպասվում է այդ ծրագրի որոշակի վերափոխում, որովհետև այն կդառնա ոչ միայն զուտ սահմանամերձ բնակավայրերի հետ կապված խնդիրների լուծման, այլև հանրապետության այլ տարածքներում նաև դպրոցների եւ մանկապարտեզների ներդրման ծրագիրը ավելի արդյունավետ դարձնելու միջոց։ Ուզում եմ հիշեցնել, որ Վայոց ձորի Գոմք բնակավայրում մենք արդեն այդպիսի փորձ ունենք, որը հաջողված փորձ է եւ առաջիկայում էլ մենք արդեն ունենք նաեւ 1-2 այլ բնակավայրեր հանրապետության տարբեր տարածքներում, որտեղ մենք այս աշխատանքը իրականացրել ենք։ 25-ին մեկնարկել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը։ Պիտի ասեմ, որ Ղարաբաղի մեր հայրենակիցները մոտ 40,000 ստացել են քաղաքացիություն եւ մենք արդեն շուտ 50 միլիարդ դրամի բնականի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել եւ արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ եւ բնակավորվել են նաեւ առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պլանավորում ենք շուտ 800 միլիարդ դրամ հատկացում անել, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծել։ Առաջիկա տարիների համար բացարձակ առաջնահերթություն են դինելու ջրի հետ կապված հարցերը։ Առաջինը խմելու ջրի մատակարարում, երկրորդը ոռոգման ջրի մատակարարում եւ ջրահեռացում։ Մենք արդեն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ գրել ենք, որ մեր ռազմավարական ծրագիրը հետեւյալն է, որ առանց մաքրման ոչ մի լիտր օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն։ Միջազգային գործընկերների հետ տնտեսական կապերի շրջանակում էլ վարչապետը ընդգծեց, որ ակտիվ աշխատանք է սպասվում նաև Եվրասիական տնտեսական միությունում, սակայն հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները կուսումնասիրվեն։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, Եվրոպական միության հետ կա պայմանավորվածություն, որ արագ արձագանք կլինի 50 միլիոն եվրոյի աջակցության ձևով։ Մենք այդ գումարները կօգտագործենք այն դեպքերի համար, երբ կտեսնենք, որ չարդարացված ձևով, այսինքն
արտահանման խոչընդոտներ են ստեղծվել, բայց իհարկե մեր քաղաքականությունը շարունակելու է անկախ ամեն ինչից մնալ արտահանման շուկաների դիվերսիֆիկացում։ Եվ այս ուղղությամբ որոշակի շարժեր իհարկե կան, որովհետև Եվրամիության ուղղությամբ մեր արտահանումը կրկնապատկվել է, Չինաստանի ուղղությամբ մեր արտահանումը կրկնապատկվել է, Հնդկաստանի ուղղությամբ մեր արտահանումը 87%-ով մոտավորապես աճել է։ Իսկ ավարտին կառավարության ղեկավարն ընդգծում է Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ, ինքնիշխան, կայացած, անվտանգ, խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ պետություն է։ Ազգային ժողովի պետական իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է նաեւ խորհրդարանի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հայտնել է, որ հաշվետու տարում խորհրդարանի բյուջեն կատարվել է 98.4%-ով։ Նրա խոսքով ազգային ժողովի համար օրենքով հաստատված բյուջեն կազմել է ավելի քան 7 միլիարդ 72 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում իրականացված վերաբաշխումների արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 7 միլիարդ 603 միլիոն 28300 դրամ, որից ծախսվել է 7 միլիարդ 484 միլիոն դրամից ավելի։ Չօգտագործված 118 միլիոն դրամից ավելի միջոցները վերադարձվել են պետական բյուջե։ Արդյունքում ազգային ժողովի ճշտված բյուջեն իր 7 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 603 միլիոն 28300 դրամ։ Իսկ ծախսը 7 միլիարդ 484 միլիոն 585.800 դրամ, որի արդյունքում բյուջեն կատարվել է 98.4%-ով։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ամենախոշոր խորհրդարանի գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայությունների ծրագրի կատարողականը կազմել է 99.7%։ Ծախսերի արդյունավետ կառավարման արդյունքում տնտեսվել է շուրջ 20 միլիոն դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում 25 թվականի ճշտված բյուջեն կազմել է 1 միլիոն 309.000 դրամ, իսկ ծախսը 987.000, որի արդյունքում վերապատրաստվել է 31 պետական ծառայող։ Խորհրդարանի հանրային ներգրավվածությանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել է ամառային դպրոց ծրագիրը 60 աշակերտի մասնակցությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերների հետ դրամաշնորհային նախաձեռնություն 120 միլիոն դրամի շրջանակում։ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին անդամակցության վճարների ծրագրի կատարողականը կազմել է 99.9%, իսկ քաղաքական կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին տրամադրվող աջակցության ծրագրի կատարողականը կազմել է 90.3%։ Շեղումը զեկուցողի պայմանավորված է եղել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներով։ Տեխնիկական հագեցվածության բարելավման ծրագրով նախատեսված միջոցների մի մասը տնտեսվել է գնումների գործընթացների արդյունքում։ Դավիթ Առաքելյանի ներկայացմամբ 2024 թվականի համեմատ ազգային ժողովի ծախսերն աճել են 326.5 միլիոն դրամով կամ 4.6%-ով։ Նրա խոսքով հատկացված միջոցներն ուղղվել են խորհրդարանի օրենսդրական, կազմակերպչական ու միջազգային գործունեության ապահովմանը։ Այս շաբաթ նիստեր գումարեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովները տարբեր գերատեսչությունների տարեկան հաշվետվություններից բացի նիստերում քննարկվեցին նաև երկրի օրենսդրությանը վերաբերելի նախագծեր։ Լավ լուր վարորդական իրավունքից զրկված մեր քաղաքացիների համար։ Այս պահին վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելուց հետո միայն, ինչը թույլ չի տալիս հասկանալ անձի վարքագծային փոփոխություն եղել է թե ոչ։ Այս առումով միջազգային պրակտիկան շատ ավելի լավ պայմաններ է առաջարկում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթի քննարկումը տեղի ունեցավ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Ներքին գործերի նախարարությունը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր մոդել է սահմանում։ Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը զրկման ժամանակահատվածում բնականաբար չի կարող վարել տրանսպորտային միջոց, որպես կանոն այդ ժամանակահատվածը 1 տարին է, ունենք բացառիկ դեպքեր, երբ որ այդ ժամանակահատվածը 2 տարին է։ Այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսում ենք ունենալ պետական տուրքի վճարում 50.000 դրամի չափով, որի պայմաններում ինքնաշխատ եղանակով վարորդական իրավունքը կվերականգնվի անձի։ Վարորդականի վերականգնման ժամանակահատվածում վարորդին կտրվեն սահմանափակ թվով բալեր 6 միավոր 1 տարվա համար։ Այդ ժամանակահատվածում միավորներն ամբողջովին չսպառելու ու վարորդական իրավունքից չզրկվելու պարագայում հաջորդ տարվա համար ներքին գործերի նախարարությունը վարորդի համար կսահմանի արդեն ստանդարտ 13 միավորը։ Մեթոդը հետևյալն է. կարճ ժամանակահատվածում ֆիքսում ենք փորձաշրջանի ժամանակահատվածում տալիս ենք ավելի սահմանափակ թվով բալեր, եթե անձը իր վարքագծով ցույց է տալիս, որ ունակ է շարունակելու նորմալ գտնվելու երթևեկության մեջ, ապա այս ժամանակահատվածը անցնելուց հետո կրկին վերադարձնում ենք իրեն 13 բալային համակարգի ընդհանուր
տրամաբանության մեջ։ Իսկ ինչ է լինում այն դեպքում, եթե հենց այդ ժամանակահատվածում անձը սպառում է միավորները կամ էլ կրկին զրկվում է մեքենայի ղեկին նստելու իրավունքից։ Տրամաբանական է, որ արդեն գործ ունեն կրկին զրկման իրավիճակի հետ եւ անձը նորից 1 տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից եւ դրանից հետո իրավունքի վերականգնում հնարավոր է բացառապես տեսական եւ գործնական քննությունների իրականացման ճանապարհով։ Սահմանվել է նաեւ անցումային ժամանակահատված, այն վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելու պահը վարորդական վկայականից զրկված անձանց։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ օրս վարորդական իրավունքից զրկվել է 16026 քաղաքացի։ Գերատեսչության ղեկավարի խոսքով կարգավորումները վերաբերում են բացառապես ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից վարչահարության շրջանակում վարորդական իրավունքից զրկման դեպքերին։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին падգամավոր Գեգամ Նազարյանի հեղինակած տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Падգամավորն առաջարկում է հիմնականում պահպանել գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերը, դրանք դարձնելով առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած։ Նազարյանն առաջարկում է տոնացույցում կարմիրով նշել նավասարդ տոնն ու ամրագրել մի քանի տոնական օրեր եւս։ Օգոստոսի 11-ը հրաշալի օր կլինի նավասարդը նշելու եւ Հայաստան հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կանչելու համար։ Առաջարկել եմ նաև տոն օրեր սահմանել ազգային փոքրամասնությունների համար, իրենց իսկ առաջարկով կառավարությունը այդ օրերը ամրագրի։ Առաջարկում եմ նաև մենք ունենանք մարզերի եւ Երևանի օր, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ Տավուշեցին Վայոց ձորի մասին գրեթե ոչինչ չգիտի եւ եթե սոցիոլոգիական հարցում անենք, կպարզվի, որ օրինակ Տավուշեցիների ընդամենը 4%-ն է եղել Վայոց ձորում եւ Վայոց ձորցիների, ասենք 2%-ն է եղել Տավուշում անեն Թիֆլիս գնալուց։ Պատգամավորի առաջարկով օրացույցում կարտացոլվեն նաև 5 մեռելոց օրերը, որոնց համար կառավարությունը կսահմանի ոչ աշխատանքայինից տարբերվող լուծում։ Կառավարությունը դեմ չէ օրենքի նախագծին, սակայն տնտեսական մրցակցության ներկայիս պայմաններում ոչ աշխատանքային օրերի թիվն ավելացնելը արդյունավետ չի համարում։ Գործադիրի առաջարկները հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Հաջորդ թիվ հանձնաժողովը քննարկեց գործադիրի հեղինակած քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը, այն բխում է քրեակատարողական օրենսդրության կարգավորումները միջազգային չափանիշներին ու պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունից։ Փոփոխություններից մեկով սահմանվում է ազատազրկված անձին պատժախցում պահելու առավելագույն ժամկետը 14 օր, մեր օրենսդրությամբ պահման ժամկետը 1 օր է ավելի։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ազատազրկված անձանց մերձավոր ազգականների հետ շփումներն ու տեսակցությունը թույլատրելուն։ Գործող օրենսդրությամբ կարող է արգելվել ազատազրկված անձին որոշակի ժամկետով հաղորդակցություն ունենալ այլ անձանց հետ, արգելքը տարածվում է նաև մերձավոր ազգականների վրա, համապատասխան միջազգային կառույցների, իրավապաշտպան կառույցների տեսանկյունից ընդունելի չէ եւ պահանջը մոտեցումն այն է, որ անձին որևէ դեպքում չի կարող արգելվել, բացարձակ արգելվել հաղորդակցումը մերձավոր ազգականների հետ։ Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված եւ ձերբակալված անձանց պահման վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման նպատակով էլ Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ ներկայումս նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը։ Գործնականում առաջանում են դեպքեր, երբ անձին արգելված առարկաներ են փոխանցում անազատության մեջ պահվող անձանց։ Հիշել արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100 պատիկից 300 պատիկն է գործողով։ Նախ առաջարկում ենք սահմանել նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 500 պատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 500 պատիկի չափի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 300 պատիկից 600 պատիկի չափ։ Քննարկվող իրավախախտումների համար որպես վարչական տույժ նախատեսել նաև վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը։
Անչափահաս երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ եւ շարունակական խնամք, ուշադրություն եւ ներգրավվածություն։ Աշխատանքային պարտականությունների եւ ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա։ Այդ է պատճառը, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին գործադիրի հեղինակած աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները, կսահմանվի նոր եզրույթ՝ ծնողական ժամ։ Ծնողական ժամը մինչև 12 տարեկան, մինչև 2 երեխա ունեցող ծնողներին հնարավորություն կտա կես ժամ բացակայել աշխատանքից իրենց դիմումի հիման վրա։ Եթե երեխաների թիվը 3 եւ ավելի, ապա մինչև 1 ժամ, եւ եթե ունենք հաշմանդամություն ունեցող երեխա մինչև 18 տարեկան, այստեղ տարիքային շեմն ենք փոխել նորից, մինչև 1 ժամ անկախ երեխաների թվից ծնողը կարող է բացակայելու համար պատճառաբանությունը նշել պետք չի։ Ընդ որում ծնողական ժամից կարող են համատեղ օգտվել 2 ծնողները, դրանից օգտվելու պարագայում աշխատողը կվարձատրվի հիմնական աշխատավարձով եւ գործատուն ստիպված չի լինի ավելորդ աշխատանք կատարել ու միջին աշխատավարձ հաշվարկել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2025 թվականի գործունեությունը։ Բարեվարկության համակարգի ամրապնդում, հայտարարագրերի թվայնացում եւ ոլորտային լայնածավալ ստուգումներ։ Սա այն օրակարգն է, որով հանձնաժողովը փորձում է նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը պետական համակարգում։ Հիմնականում կարելի է 4 ուղղությունների դասակարգել բարեվարկության համակարգի զարգացման ուղղված աշխատանքները, մասնավորապես խորհրդատվական մեթոդական աջակցություն, մշտադիտարկման միջոցով խնդիրների վերհանում եւ դրանց լուծման ուղղված առաջարկների ներկայացում, առերևույթ խախտման դեպքերի քննություն եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշում ներկայացում եւ կրթական իրազեկման աշխատանքների իրականացում։ Վիճակագրությունը փաստում է, ոլորտում հետաքրքրությունն աճել է, միայն բարեվարկության ուսումնասիրությունների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է հասնելով 753-ի, սակայն հանձնաժողովը արձանագրում է նաեւ մտահոգիչ իրողություն։ Դեռևս մտահոգիչ չէ շարունակում մնալ այն, որ հանձնաժողովը որոշ դեպքերում եզրահանգում է խախտման առկայություն անհամատեղելիությունով, բայց նշված անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում։ Այլ սահմանափակումների եւ նվերների ընդունման սահմանափակման տեսանկյունից 10 ուսումնասիրություն է իրականացվել, նախաձեռնվել է 1 դեպքով վարույթ եւ ներկայացվել է խախտման առկայության մասին եզրակացություն։ Հատկանշական է, որ 2025 թվականին հանձնաժողովը փորձարկել է նոր գործիք կոռուպցիոն ռիսկերի գնահատումը պետական մասնակցությամբ խոշոր ընկերություններում։ Պիլոտային գնահատումները նպատակաուղղված են եղել կիրառվող մեթոդաբանության եւ գործիքակազմի փորձարկմանը, ինչպես նաեւ նշված կազմակերպությունների գործարար բարեվարկության համակարգերի ամրապնդման ու այդ համակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը։ Թվայնացման օրակարգը մնում է առաջնահերթություն, նախատեսվող բյուջետային միջոցներով 2026-ին նախատեսվում են ծրագրեր, որոնք ըստ հանձնաժողովի ապագայում կբերեն շոշափելի արդյունքներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում է ընդլայնել իր վերահսկողական գործիքակազմը, փորձելով բարձրացնել հանրային հստահությունը պետական ապարատի նկատմամբ։ Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին պետական բյուջե է մուտքագրել 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտ, 14%-անոց երկնիշ աճը ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պայմանավորված է թիմային նոր տեսլականով եւ հարկվճարողի հետ կառուցողական փոխգործակցությամբ։ Մասնավորապես առաքելությունը ձևակերպել ենք այսպես ապահովել արդար եւ թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման եւ տեսլականը, որը պատկերացնում ենք մի քանի տարի հետո պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի կառույց պետք է դառնա, դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց, առաջատարությունը ընդհանրապես ռեգիոնալ եւ համաշխարհային նաեւ, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Հարկային մասով աճը կազմել է 14.5%, մաքսայինինը 11.6%։ Հարկեր հնացուցանիշը հասել է 24%-ի, ընդ որում աճի 0.4%-ային կետը հարկային վարչարարության, արդյունավետության եւ ստվերի կրճատման հետևանք է։ Անկանխիկ գործարքների քանակն աճել է ավելի քան 51%-ով։ Ծախս եկամուտ հարաբերակցության մասին է խոսքը, ես պարբերաբար հնչեցրել եմ այդ ցուցանիշը 0.9, այսինքն յուրաքանչյուր 100 միավոր հարկի համար հասարակությունը կատարում է 0.9 դրամ ծախս, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, 24 թվականին դա 1.1 է եղել։ Վարչարարության մեջ էական կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունեցել։ Ստուգումների եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը նվազել է, սակայն բացահայտումների եւ մուտքերի ծավալն աճել է շնորհիվ թվային գործիքների կիրառման։ Ունենք բացահայտված 362 միլիարդ դրամ
ստվերային շրջանառություն, եթե հարկի մասին խոսենք 124 միլիարդ, որը 30%-ով գրեթե ավել է 2025 թվականից, իհարկե վերականգնումներով 37 միլիարդ ունենք եւ ընդ որում այս ամենը 22% օպերատիվ հետախուզական միջոցառումների նվազման պայմաններում։ Մաքսային ոլորտում ներդրվել է ինքնաշխատ բացթողման համակարգը, կանաչ ռիսկի մակարդակը հասել է 73%-ի, իսկ կարմիր ռիսկինը, այսինքն զննման ենթակա բեռներին նվազել է մինչև 5%-ի, համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Գործարկվել է նաև Էքսիմ հարթակը։ Մասնավորապես հարկային վարչարության գործիքների կատարելագործման տեսանկյունից մենք ներդրել ենք ավելացած արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգը։ Դա հնարավորություն է տալիս ոչ ռիսկային ավելացած արժեքի հարկերը, որոնք որ պիտի վերադարձվեն, շատ արագ վերադարձվեն։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ներդնել արհեստական բանականության գործիքներ եւ կառուցել թվային պլատֆորմներ։ Տարվա ամփոփումը վկայում է, կոմիտեն ձգտում է դառնալ ոչ միայն հարկհավաքող, այլև տնտեսության զարգացմանը նպաստող եւ բիզնեսի համար հուսալի գործընկեր կառույց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետությունների 19-րդ կոնֆերանսի շրջանակում ելույթ է ունեցել քաղաքական մասնակցության խթանում մատչելի խորհրդարանները որպես հաշմանդամություն ունեցող անձանց ներառման շարժիչ ուժ խորագրով միջոցառմանը։ Քննարկվել են այն գործնական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են քաղաքական ինստիտուտներն ավելի մատչելի ու ներառական դարձնելու համար։ Շեշտվել է, որ իրական փոփոխությունները սկսվում են որոշումների կայացման հարթակներում հաշմանդամություն ունեցող անձանց ներկայությունից։ Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանի փորձին, կարևորելով կոնվենցիայի սկզբունքների վրա հիմնված ազգային օրենսդրությունը, որը երաշխավորում է հավասար հիմունքներով ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամների ընտրությանը Հայաստանն առաջին անգամ թեկնածու է ներկայացրել։